Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ազալ ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություն է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի Մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը եւ դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար, ասել է քաղաքական գործիչը։ Մատվիենկոյի խոսքով նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար եւ զարգանում են ամենալայն ոլորտներում։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը չի աջակցել բանաձևին, որը պարտավորեցնում էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ եւ ամերիկյան զորքերը դուրս բերել հակամարտության գոտուց, քանի դեռ Կոնգրեսը պաշտոնապես հավանություն չի տվել ուժի հետագա կիրառմանը։ Դեմոկրատական կուսակցության ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 47 սենատոր դեմ 52-ը։ Հանրապետական կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի վերին պալատը, ինչը մեծապես կանխորոշել է քվեարկության արդյունքը։ Բանաձևի դեմոկրատ աջակիցները պնդել են, որ Իրանի դեմ ռազմական արշավն անօրինական եւ բավարար հիմնավորում չունի։ Նրանք հայտարարել են, որ մինչև հակամարտության ավարտը կշարունակեն նմանատիպ նախաձեռնություններ ներկայացնել Սենատ, հասնելու քվեարկության ցանկալի արդյունքի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նավթային հատվածի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ֆինանսների նախարարությունը հասանելի ամբողջ գործիքակազմն ու լիազորությունները, այդ թվում երկրորդային պատժամիջոցները, կօգտագործի նրանց դեմ, ովքեր շարունակում են աջակցել Թեհրանի ահաբեկչական գործունեությանը, հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պատժամիջոցներ են սահմանվել 2 տասնյակից ավելի ֆիզիկական անձի, ընկերության եւ նավի նկատմամբ։ Միացյալ Նահանգներում գտնվող նրանց ունեցվածքն ու ակտիվներն արգելափակվել են։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պատժամիջոցների սահմանման մասին հաղորդագրության մեջ նշել է, որ Վաշինգտոնը գործում է վճռականորեն սահմանափակելու Իրանի եկամուտ ստանալու կարողությունը, քանի դեռ Թեհրանը փորձում է պատանդ պահել Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց ի վեր արդեն 10 նավի ստիպել են վերադառնալ Իրան։ Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Օրերս իրանական բեռնատար նավերից մեկը փորձել է շրջանցել ԱՄՆ շրջափակումը, Հորմուզի նեղուցի Բանդար Աբաս նավահանգստից դուրս գալուց հետո այն նավարկել է Իրանի ափի երկայնքով, սակայն ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիրը հաջողությամբ կասեցրել է նրա ընթացքը, ստիպելով վերադառնալ Իրան։ Իրանի իշխանություններն էլ սպառնացել են փակել առևտրային ուղիները Կարմիր ծովում, Պարսից ծոցում եւ Օմանի ծոցում, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական բանակի կենտրոնական շտաբի պետ գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի շրջափակումը եւ սպառնա իրանական առևտրային նավերի եւ նավթատարների անվտանգությանը, ապա դա հրադադարի խախտման պատճառ կդառնա։ Աբդոլլահիի նշած ծովային տարածքները ներառում են տարածաշրջանի ջրային ուղիների զգալի մասը, սակայն իրանցի գեներալը չի նշել, թե որ երկրների վրա կարող են ազդել իր սպառնալիքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրին, որը Թեհրան է ժամանել Վաշինգտոնից հաղորդագրություն փոխանցելու համար։ Ֆելդմարշալին դիմավորելու տեսանյութը համապատասխան գրառմամբ Արաղչին հրապարակել է սոցիալական ցանցում։ Ես շնորհակալություն հայտնեցի Պակիստանին երկխոսությունը բարեհաջորեն հյուրընկալելու համար, ընդգծելով, որ սա արտացոլում է մեր խոր եւ հրաշալի երկկողմ հարաբերությունները, նշել է Արաղչին։ Նա նշել է, որ Իրանի եւ Պակիստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում մնում է ամուր։ Իրանական Press TV-ն հաղորդել է, որ պակիստանյան պատվիրակության այցի նպատակն է ԱՄՆ ուղերձը փոխանցել Իրանի ղեկավարությանը եւ պլանավորել բանակցությունների հաջորդ փուլը։ Թասնիմ գործակալությունն էլ հաղորդել է, որ Իրանը քննարկումներ կանցկացնի որոշելու, թե արդյոք նպատակահարմար է մասնակցել Միացյալ Նահանգների հետ նոր հանդիպմանը։ Ըստ գործակալության աղբյուրների Լիբանանում հրադադարը դրական ազդանշան կլինի Իրանի համար բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշում կայացնելու առումով։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել էր, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի շփումները շարունակվում են, իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել էր, որ առաջիկա օրերին Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել։ Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտնել են փոխադարձ հարվածներ հասցնելու մասին, որոնց հետևանքով կան զոհեր։ Ըստ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում երեխա։ 48 մարդ վիրավորվել է։ Օդեսայում 8 մարդ է զոհվել։ Դնեպրոպետրովսկի մարզում 3 մարդ զոհվել է, 34-ը վիրավորվել։ Խարկովում 2 մարդ վիրավորվել է։ Ըստ ուկրաինական ռազմաօդային ուժերի վերջին 1 օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 44 հրթիռ, 659 ԱԹՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերվա ընթացքում Ուկրաինական
օրինական 200-ից ավելի անօդաչու խոցելու մասին։ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5 եւ 14 տարեկան երկու երեխա է զոհվել։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Դավիթ Մուրադյան, լուրեր։